Բաղցիկ ստեղ են այդ թշնամանք քարոզում, որ իրանց տներից զրկել են, ադրբեջանցին իրա կորցրած է։ Դուք ադրբեջանցին գոնե այսօր քո տներում, քո թողած տներում, քո այդ գյուղերում վերականգնում է, կառուցում է եւ այլ, իրան ժողովրդին բավարարում է։ Դուք ինչ եք անում։ Ոչ մի բան։ Այսինքն թողում եք այդ մթնոլորտը ստեղծվի, գեներացնում եք ձեր անգործնեությունով այդ մթնոլորտը, հետո ասում եք, բայց մենք խաղաղության ենք գնում։ Ասում եմ, մի խաբեք ձեզ։ Դուք ինքներդ խաբեբայությունով եք զբաղված։ Մի խաբեք։ Եթե իրոք ուզում եք գնալ դրան, առաջերտին պետք է այդ խնդիրները լուծել։ Մարդուն պետք է այդ խնդիրները լուծել։ Մենք առաջարկեցինք, 3 տարբերակ առաջարկեցինք, ասենք մինչև 7 միլիոն դրամով, որ տները հատկացնեք շնչին, երկրորդը, եթե չեք կարում 3 միլիոն են կարում, այդ 3 միլիոնին իր հարկերը, որ տվել են շահութավորը Հայաստանում կան, Ղարաբաղցիների վրա դա տարածեք, որտեղ հարկը ստեղ են լուծել։ Երրորդ դա վարկի տեսքով, բայց այդ գումարի մեծ մասը տոկոսը դուք մարեք, հա, անձը 2-3% թողեք անձի վրա եւ գումարը մար։ Այսինքն ինչ-որ ձև գտեք, լուծում տվեք, որ այդ մարդը գոնե տանիք ունենա եւ այլն, իր հացի փողը վաստակի ու ապրի։ Ասիկ, չէ, ինչա Ղարաբաղցիներին հատուկ ինչա բան ենք տալու, չէ, մենք մեր ժողովուրդն էլ կան անգործ, ձեր ժողովուրդը անգործ են, բայց տանիք ունեն, գլխին չի ջուրը չի շարում, հա, ձյուն չի գալիս։ Նա չունի։ Հասկանում եք։ Դա համար տեսա որ անիմաստ է այդ մարդկանց հետ խոսելը, որտեղ այդ մարդիկ իրանց ուղեղում դրել են ծրագիր, ու այդ ծրագրով ընթանում են։ Ինչքան ուզում ես բացատրի, մեկա չի մտնելու։ Ցանկություն չունի որ մտցնի ուղեղը, որ այդ մարդու տեղ ապրի։ Հասկանա, այդ ինչա տուն, տեղ, գերեզման ամեն ինչ գործնել գալ։ Հասկանում եք, բայց այդ գործնելը եղել է հենց ձեր մեղքով, որտեղ դուք եք Հայաստանի Հանրապետությունը երաշխավորն է եղել Ղարաբաղի անվտանգության բոլոր առումներով։ Ձեր կարգադրություններով է այդ Ղարաբաղը այդքան տարի 99 թվականի դեկտեմբերից մինչև օրս, մինչև 23 թվականի դեկտեմբերը դուք եք պատասխանատուները, դուք եք վերցրել ձեր վրա, մինչև այդ ձեր վրա չէր, իրանք իրանց վրա էին հույսները։ Այնպես որ վերցրեք ձեր անվտանգության փաստաթղթերը, ընթերցեք, նրա կանոնադրությունը նա ինչն է, եւ այնտեղ տեսնելու եք, որ դուք եք եղել պատասխանատուն։ Մի գցեք թաղեմ Ղարաբաղցին կռիվ չարեց, էսեն, մենք իրանց պահեցինք, բան, դուք ոչ մեկին ոչ մի բան չեք պահել։ Մի ստեք։ Մի ստեք։ Դուք չեք պահել։ Ասում եք 500 միլիոն վերցրեք, տեսեք տրանզիտ գումարները, որ մուծում են Արցախ ինչքան ապրանքա գնացել եւ ինչ ա եղել։